Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Facebook-յան ձեռքով սրտիկներ է ցույց տալիս, դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անել է։ Սրտիկներ անում, ում են պետք քո սրտիկները, իմ սիրտը լավ աշխատի, որ ես կարողանամ իմ գոյությունը պահպանեմ, քո իշխանության օրոք իհարկե։ Այս սրտիկները ում համար ես անում։ Ում համար է անում։ Այդ արդեն ինքը գիտի։ Ըստ ձեզ ում համար է անում։ Ոյ, չգիտեմ, Ազիզ ջան, չգիտեմ ինչ ասեմ։ Սրտիկներ անելով մանա գալիս։ Էդ ում ա պետք քո սրտիկները։ Սրտիկներդ քո կնոջ, քո երեխերքի համար արա, որ չգիտես երեխերքդ որտեղ են, ինչ են անում, ինչով են զբաղվում։ 4 երեխա ունես։ Որ ժողովուրդը քեզանից օրինակ ծառայի։ Սխալ չեմ ասում, չէ Ազիզ ջան։ Ամբողջ օրը գյուղերն ու քաղաքները մանա գալիս, ինչ ես ման գալիս։ Դու չես զգում, որ ժողովրդի շատը քո վրա է ծիծաղում, քեզ ձեռք են առնում։ Դու չես ամաչում։ Նախ իշխանությանը վայել պահած չեմ համարում, դա այսպես ասած բարեպաշտ, առաքինի տղամարդու կեցված չեմ համարում ես։ Մի քիչ ցինիկ, ղզիկ կասեի, տղամարդ տեմբոլ է երկրի, վարչապետը տենց ապահում իրան, մի քիչ աղաղություն բաց ունենա, միթե այն մարդը երբևէ չի նայել Կարեն Դեմիրճյանին հերոստատեսությամբ, մի քիչ օրինակ վերցնել, մարդիկ նրան սիրում էին ոչ միայն նրա աշխատանքի համար, նույնքան անգամ սիրում էին նրան որպես աղամարդ։ Մեր հայկական լեզվով ասած աղայավարի պահելու համար իրան սիրում էին։ Ես ինչ ասեմ, սրտիկ ինչ է, վանել մի ուրիշ մատով էլ նշան կա, չէ։ Այսպես ասած անբարոյական նշաններ կան մատերով, կարող է տենց մի հատ էլ մեզ ցույց տա։ Չնայած ասել այն ամբիոնից։ Ես լսել եմ, մի անգամ ասել եմ, որ ինչ ուզենամ, այն էլ կանեմ։ Ամեն մարդ գտնում է ինչ-որ մի բան, որ մեկ որոշ մարդկանց մոտ ոնց են ասում համակրելի է, լի ուղղակի հարգել բանանեն ամիջը։ Իշխանությանը բայել պահված կա։ Չէ, դա առանցապես ավելի լրացիչ բաներ է, էլի, այդ ժեստը, հիմիկան բանը, այդ տիպի։ Չգիտեմ, սրտիկները իր քպականների համար ան։ Ոնց որ մի հատ մանկապարտեզ երեխեն խաղալիքի ձերին ցես փռցնի, ցես տանի բերի։ Այդ ինչի համար անում։ Ինչար Փաշինյանը հասկացանք։ Ղեկավար մարդ դու գնում ես ավտոբուսի մեջ նստում, կարտոշկ են ուտում, շպրտում, ասում ես տակա։ Դա լայեղական չի մեր ղեկավարին։ Կամ էլ լահմաջև ուտում, կամ կուկուրուզա ուտում։ Այդ որ մի այսքան տարվա 70 տարվա մարդը մեզ տենց ղեկավար չենք տեսել, որ գնա բանի ժողովրդի դեմը սկսի ուտելը, ասի լցրու խմեմ, եմ որ ասма ճաշի մեջ որ մի հատ կեղտոտ շերեֆ ենք ցույց, այդ ճաշը հրավում է, չէ։ Հիմա իրան Եթե չեմ սխալվում 200-ից ավելի պետություն կա, չի աշխարհում։ Ոչ մի պետական այր, ոչ մի պետական այր հեռախոսի կամ տելևիզորի առաջ չի կաղնել ինչ-որ մի բան կերել, կա տրադիցիա, մի հատ գավաթ շամպանսկա կամ կինի ալցրել, ես այս տրադիցիոնն ասալն հա գործարքը կատարվեց, սենց պրիգուբիլիս և դրել են սեղանին։ Դու ես մարդը մի քիչ իրան լավ չեմ անում, տորի ծեր առնում ժողովրդի, համար չի կարելի, ուտում ես գնան չուզում ես ծեր տանը կեր, գնան ռեստորանում նստել, կաֆե, ինչի է պետ օրինակ այդ իրարարքները ցույց են տալիս տելևիզորով։ Ես ինչ իմանա Ֆրանսիա խոնձորը ուտում, ստեղ կարտոշկա ուտում։ Հա կեր, ցավը տանը, մարդը նրա համար որ ուտի, բայց ուտելին ձև կա, չէ, վերջապես սիրուն, չէ, դու պետության գլուխ ես, քեզանով պիտի մարդիկ երթվեն ասին, այ այս է մրղաշայ Փաշինյանն է, բայց փաստորեն դու այնից ցանով որ քեզ չսիրեն։ Ասում Արցախ մի ասեք ցավալի է, այդ ցավը տանեմ, Արցախի մեջ մի կեղտոտ խոսք չկա, էլի տառերը, հայկական տառեր, Արցախ, ոչ քփուր կա, ոչ բան կա, այդ խոսքը քեզ ինչա վիրավորում։ Կամ փոխանակ դու ասես հատա մեռնա, պատու ախպեր ջան, բանի նման են ձենով նման կառնել եք, ասում եք, ով ինչ ուզում է կտանք, մենակ դե մեզ լավ նայենք։
Ձենը հանը տարավ են ժամանակ, էլի չէ մորթեցին հայերին։ Մարդ արարած, պիտի մի քիչ գլխով էլ մտածել։ Հիմա մեծամասնություն ստամոքսով է մտածում եւ մոռանում են, որ ստամոքսով մտածողները վերջում սպանդ են ենթարկում։ Ազգնել նույնպես մի սպանդ է դարկում, որովհետեւ ճիշտ են մտածում, գոնե մի քանի տոկոս ուղեղ են պիտի օգտագործեն։ Ձեր կարծիքով Հայաստանին ինչպիսի ղեկավար է պետք։ Լինի հայրենասեր, լինի հայասեր, ոչ նացիոնալիստ ու մտածի իր երկրի, իր ժողովրդի մասին եւ միջազգային արենաներում եւ ներսում տրամաբանորեն մոտենա բոլոր հարցերին եւ փող շահավետ գործի հարևան եւ ինչու՞ չէ նաեւ հերո մեզանից երկրների հետ, որտեղից շահ ունի մեր երկիրը, այսինքն մեր ժողովուրդը, մեր ժողովրդի շահերից դուրս գալով։ Այդպեսի ղեկավար ես կուզենայի։ Մեզ պետք է մի մարդ անձնավորությունը, որը նմանալի գոյն է, նմանալի նժդեհի, գարեգին նժդեհի։ Այդ ձևի ղեկավար պետք։ Նախ պետք է լավ ազգասեր լինի, երկրորդը լավ, ասենք, գիտուն լինի, պատմությունը, հայոց պատմությունը լավ իմանա եւ վճռական լավ բանակցող լինի։ Թե չէ ամեն ինչը զիջելով, բանանելով ոչ մի արդյունք չենք ստանալ։ Մինչև մենք զիջում ենք, ամեն ինչի զիջում ենք։ Չկա մի բան, մի բնակավոր, որ մենք ասենք բան առավելություն ունենք։ Ցիկ ղեկավար, ցիկ։ Ժոշկի։ Էդվարդ Մամիկոնիչի նման, Խաչյանի նման ղեկավար պետք է։ Խաչյանը գործիքաշինական գործարանի դիրեկտորն է, սովետական կարգերի ժամանակ։ Հա, այն նրա նման ղեկավար է պետք։ Ես սիրում եմ Ժոշկիս։ Մեզ ղեկավարը Ստալինի պես մի հատ ղեկավար, որ բոլորը այսպես քաշվեն, որ ենթարկվեն մի մարդու։ Այսօր մեզ ղեկավար, մենք ենք մեր ղեկավարները։ Ամեն մեկս յուրաքանչյուրս պետք է մտածի, որ այս ինչ ենք անում, ամեն ինչը անում ենք Հայաստանի համար։ Ոչ թե ամենքս մեր լուծը քաշենք այս կողմենք։ Ազգայնական պետք է լինի, ազգը սիրող, ազգը պաշտող մարդ պետք է լինի։ Ունենք այդպիսիները, կան այդպիսիները, բայց մեր ժողովուրդը չի տեսնում, մեր ժողովուրդը տեսնում է դատարկ զրույցները։ Որ ժողովրդի մասին մտածի, առաջի հերթին մտածի ժողովրդի մասին, որ ժողովուրդը չգոյատևեն, մի թեթև գոնե կարողանան ապրեն։ Թոշակառուկին եմ, ասենք, մտնում եմ խանութ, ինչ որ մի բան սիրտս տեսնում ա, ուզում եմ, բայց ես ի վիճակի չեմ առնելու, ես չեմ կարողանում։ Էս եղավ ապրել Ազիզ ջան։ Ամենից կարևորը ուժեղ, հայը սիրող, հայը համար, այն ինչպես Իսրայել չեն ասում, Իսրայելը որ մի հատ զինվորակորցնում գնում է դաժե մինա իսկացելով մանա գալիս որ բերե, հայ ազգի ղեկավարը ամեն մի հայ համար պետք է ցավի, եթե նա չցավեց հայ համար, հայերը սենց էլ հա պակասելով են, երկերն էլ հասած պստեկանալով է, и всё, գնաց։ Թե տակ են հիշկի մնա ով է իմանում։ Մեզ ղեկավարը պետք այն մարդը, որ ժոշկի է, ժոշկին ռուսերեն, հա, խիստ է, պահանջկոտ է, ամեն մի բանը պետք է ամեն մի բան ժողովրդին հաշվի առնի, որ ժողովուրդը ոնց ապրում, ինչ անում, որ ամեն մի չիչ գործի վրա, ասեն տուրք մուտի, էս արա, են արա, օրինակ խեշ վարորդներին ինչի համար, այդքան բալերը բարձրացրին, հետո էլ մարդիկ գնում են, խնդրում են, ասում են, բանա, խնդրում են, ասում են, դե զրկվել են, գելի մի բան, օգտի, գելի գոնե բանա, որ ընդրուչը բանան, դասմակ կանով գվերանայենք, էդի կոշվա խապեյություն, ժողոր մարդ պետի խիստ լի, ղեկավարը պետի խիստ լի, և պահանջկոտ լի, և թշնամու դեմ բան չանի, գուշ չգա։